թութքի, գեմառոյի բուժման մեթոդները։ Ամենաառաջինը եւ տարածվածը դա, այսպես ասած, ավանդական բուժումն է։ Ավանդականը իհարկե այն ավանդականը չէ, որը որ մարդիկ պատկերացնում էին, որ կատարվում էր 50 տարի առաջ, այժմ բավականին փոխվել է մեթոդները, սակայն գոյություն ունի հիմնական, այսինքն այս ռադիկալ մեթոդը, որը որ կատարվում է թութքի, այսինքն գեմառոյի ամբողջությամբ հեռացումը։ Սա ամենատարածված մեթոդն է, ինչու որովհետեւ սա կատարվում է 3-րդ, 4-րդ աստիճանի ժամանակ։ Հայերը ինչպես միշտ գնում են հիվանդանոց, երբ որ արդեն ամեն ինչ ավելի բարդացած վիճակում է լինում։ Հաջորդ մեթոդը դա լազերն է։ Լազերային մեթոդն է, ժողովրդի ամենասիրած բառերից մեկն է, որ ամեն երկրորդը ինչ լնում է, ուզում են լազերով վիրահատվեն։ Լազերը շատ լավ մեթոդներից է, սակայն լավ էֆեկտիվ է լինում առաջի եւ երկրորդ աստիճանի ժամանակ։ Երրորդի ժամանակ արդեն էֆեկտիվությունը թուլանում է։ Հաջորդ մեթոդը դա ռետին է, օղակներն է, ժողովրդի ասած այդ օղակի տեղադրումը։ Այս մեթոդը նույնպես վատ մեթոդ չէ, սակայն ինքը նույնպես էլի հակացություններ ունի։ Հիմնական ցուցումն է դա առաջի երկրորդ աստիճանը, եթե չկա բորբոքային process, եթե չկա հետը, օրինակի համար ճակ կամ այլ խնդիրներ։ Այստեղ մեթոդի ընտրությունները տարբեր են, կան այլ մեթոդներ նույնպես, պետք է ժամանակին դիմեք ուղղակի մասնագետներին, որպեսզի ձեր խնդրին համապատասխան ժամանակին լուծում տրվի։ Եթե քիչ ինվազիվ է, այսինքն քիչ ինվազիվ մեթոդներից մեկը, եթե ավանդական, նոր կգնա արդեն ավանդական բուժման։ Առողջ եղեք։